Բարև ձեզ, Ստեփան Գրիգորյան, YouTube-յան ալիքի մասնակիցներ, ողջունում եմ ձեզ բոլորիդ։ Այսօր հուլիսի 26-ն է, մենք շարունակում ենք մեր աշխատանքը։ Կարևորագույն հարցեր մենք ունենք քննարկելու։ Նիկոլ Փաշինյանը ունեցել է հեռախոսազրույց Էմանուել Մակրոնի հետ, ինչի հետ է կապված այդ անհրաժեշտությունը անցկացնել հեռախոսազրույց Ֆրանսիայի նախագահի հետ, կխոսենք դրա մասին։ Անպայման ես կանդրադառնամ մեր տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարի այցելությանը Իրան, այնտեղ տարբեր հարցեր քննարկվեցին, նաեւ այդ թվում գազի հետ կապված կարևոր հանդիպումներ ունեցավ պարոն Խուդատյանը ու ստեղ ունենք լրջագույն բաներ քննարկելու, հաշվի առնելով, որ այդ քայլերը մեր կառավարության ուղղակիորեն կապ ունեն այն քաղաքականությանը, որը վարում է Ռուսաստանը մեր դեմ ուղղված։ Ռուսաստանը փակեց իր շուկան շատ ու շատ մեր ապրանքների համար։ Ու պարզ է դա ստեղծում է նոր իրավիճակ, մենք պետք է ման գանք նոր շուկաներ, մենք պետք է ինտենսիվացնենք մեր համագործակցությունը այլ խաղացողների հետ, ու բոլորս հասկանում են, որ մոտ ժամանակներս նաև Ռուսաստանը գազի գինը մեզ համար կբարձրացնի, եթե չբարձրացրեց մինչ այդ։ Եվ երկրորդ թեման անչափ կարևոր ու հատուկ ուզում եմ դեր ուշադրությունը դարձնել այս նոր տենդենսների։ Մենք ձեզ հետ երբ որ խոսում էինք Ռուսաստանի ագրեսիայի մասին Ուկրաինայի դեմ, երբ որ խոսում էինք այն պատերազմի ռազմական գործողությունների, որոնք ծավալվում են Միացյալ Նահանգներ Իրանի միջև, երբ որ այս երկու մեծ կոնֆլիկտների մասին մենք խոսում էինք, մենք գրեթե առանձին եմ ուսումնասիրում։ Հիմա ընդլայնումը այդ երկու կոնֆլիկտների աշխարհագրորեն այդքան մեծանում է, որ խաչվեցին այդ կոնֆլիկտները։ Ուկրաինան երեք ռմբակոծեց Կասպիան ծովում իրանական նավերը։ Դա նշանակում է, որ խաչվեցին, միավորվեցին այդ կոնֆլիկտերը նաև աշխարհագրորեն։ Լուրջ դա փոփոխություն է։ Նայեք, եթե նախկինում պատերազմական գործողությունները Ռուսաստանի Ուկրաինայի դեմ գնում էին ուկրաինական տարածքներում, նաև այդ թվում օկուպացված Ռուսաստանի կողմից, հիմա պատերազմական գործողությունները կամ հակառակվածները Ուկրաինայի մտան խորքերը Ռուսաստանի, հասան Կասպիան ծով։ Միաժամանակ Մերձավոր Արևելքում այն, ինչ կատարվում է Միացյալ Նահանգներ Իրանի միջև, ընդլայնվում է հութիները սկսեցին փակել Կարմիր ծովը Սաուդյան Արաբիայի համար, ստեղել ընդլայնումը ակնհայտ է։ Իրանը հակառակվածներ տալիս է Պարսից ծոցի պետությունների դեմ, հակառակվածներ տալիս է Իրաքում, Հորդանանում։ Ուրեմն մենք տեսնում ենք ընդլայնումը աշխարհագրության ընդլայնումը այս կոնֆլիկտների ու ավտոմատ բերում է նրան, որ այդ կոնֆլիկտները միավորվում են ու մենք հիմա մեծ կոնֆլիկտային գոտի ունենք։ Հետխորհրդային տարածք, Ռուսաստան, Կասպիան ավազան, Իրան, Կարմիր ծով, Հորմուզի նեղուց, Իսրայել, Գազա։ Իրոք դա շատ մտահոգիչ է ու դա հուշում է մեզ, որ ել ավելի ուշադիր պետք է հետևենք այս զարգացումներին։ Հիմա նայեք, պարոն Զելենսկին Ուկրաինայի նախագահան բավական ակտիվ քաղաքականություն է վարում, վաղը չմիսօրը ամսի հուլիսի 28-ին պլանավորում է իր հանդիպումը Դոնալդ Տրամփի հետ Վաշինգտոնում։ Ես պետք է ասեմ, որ Դոնալդ Տրամփը համաձայնվեց այն որոշման հետ, որը պետք է իրականացնի ընդունի կոնգրեսը, խստացնելու համար սանկցիաները Ռուսաստանի դեմ։
Վաղուց է այդ փաստաթուղթը պատրաստվում էր, հիշում եք Լինդսի Գրեմը, որը մահացել է անսպասելիորեն Լինդսի Գրեմը, այդ սենատորը շատ մոտ կանգնած Դոնալդ Տրամփի դրա գլխավոր հեղինակն էր, բայց դեր վերջնական որոշում չկա, քանի որ այս փաստաթուղթը երկկուսակցական է եւ դեմոկրատների եւ հանրապետականների, բայց դեմոկրատներ ունեն 1-2 դիտողություն կապված Դոնալդ Տրամփի դիրքորոշման հետ, այդ սանկցիաների մեջ Ռուսաստանի դեմ Դոնալդ Տրամփը մտցրեց նաեւ Իրանի հարցը ու բացի դրանից Դոնալդ Տրամփը ուզում է ստանալ իրավունք турքերը, մաքսատուրքերը մեծ դնելու այն երկրների վրա, որոնք արևտուր են անում նավթի ոլորտում Ռուսաստանի հետ, բայց միաժամանակ հանելու իրավունքն էլ, որ Իրան տրվի։ Այս մոնոպոլիան իր ձեռքում լինի, ուստեղ դեմոկրատները ունեն տարաձայնություն։ Բայց կարծես թե մոտ ժամանակներս այդ փաստաթուղթը կընդունվի։ Հիշում եք, ես ձեզ ասել եմ, որ կոնգրեսի ներկայացուցիչների պալատը, ներքին պալատը որոշում ընդունեց պահանջել Դոնալդ Տրամփին դադարեցնել պատերազմական գործողությունները Իրանի դեմ ուղղված, նաև հրաժարվել ցամաքային գործողություններ, ցամաքային օպերացիան անցկացնել Իրանի դեմ։ Դա պարտադիր ուժ չունեցող էր, բայց ակնհայտ էր, որ այդ բանաձևը այդ որոշումը կամ հռչակագիրը պետք է անպայման քննարկվել սենատում, Միացյալ Նահանգների վերին պալատում։ Ու եթե ներքին պալատում նույնիսկ հանրապետականները ունենալով մեծամասնություն չկարողացան դեմոկրատների նախաձեռնության դեմը առնել, անցավ պահանջը Դոնալդ Տրամփից դադարեցնել պատերազմը Իրանի, նույն դեմոկրատները սենատում նախաձեռնեցին նույնատիպ բանաձև, բայց ստեղ սենատում դեմոկրատները չկարողացան անցկացնել 49 դեմ էին այդ նախաձեռնության դեմոկրատների 47 կողմ։ Դուք գիտեք, եւ վերին պալատում Միացյալ Նահանգների եւ ներքին պալատում հանրապետականները ունեն մեծամասնություն, այդ մեծամասնությունը չկարողացան դեմը առնել ներքին պալատում ու փաստորեն ներքին պալատը կոնգրեսի, որը կոչվում է ներկայացուցիչների պալատ, պահանջում է Տրամփից դադարեցնել պատերազմը, բայց վերին պալատը սենատը այնուամենայնիվ չթողեց, որ անցնի այս ձևի պահանջ Դոնալդ Տրամփի դեմ, դա նշանակում է, որ ձեռքերը ազատ կլինեն Դոնալդ Տրամփի շարունակել պատերազմը Իրանի դեմ։ Այդ նյուանսները բացում եմ ձեզ համար, որ դուք տեսնեք ոնց է աշխատում դեմոկրատական համակարգը։ Ուկրաինան, ես միշտ ձեզ ասում եմ, շատ էֆեկտիվ հակահարվածներ տալիս է, Ուկրաինան գտավ թույլ կողմը Ռուսաստանի, Ուկրաինան զարգացրեց իր ATS-ների համակարգը, դրոններ, տարբեր տեսակի դրոններ, կամիկաձե դրոններ, հարձակողական դրոններ, հետախուզական դրոններ, ծովային դրոններ, ու այդ դրոնների պատերազմը Ռուսաստանի դեմ իր արդյունքը տալիս է։ Ուկրաինացիք նույնիսկ հիմա սկսում են արտադրել դրոններ, որոնք կարող են 5000 կիլոմետր խորությամբ մտնել Ռուսաստան։ Պատկերացնում եք, այդ դրոնները ռմբակոծեցին Տյումենյում Ռուսաստանի նավթամշակման գործարանը։ Այդ վնասը, որը տալիս են դրոնները Ռուսաստանի նավթամշակման գործարաններին, բերեցին նրան, որ հիմա բենզինը եւ դիզելը լուրջ դեֆիցիտ է Ռուսաստանում։ Լրջագույն վիճակում է տնտեսությունը Ռուսաստանի, Ուկրաինան անցավ հարվածներ հասցնել դրոններով նաև Wildberries համակարգին, դուք գիտեք, այդ բավական ուժեղ ցանցային արևտրային ծառայություններ մատուցող համակարգ է, որը նաև Հայաստանում աշխատում է ակտիվ ուժեղ
ու պարզ է բերում է մեծ եկամուտներ Ռուսաստանի կառավարությանը ու կառավարությունը կարողանում է շարունակել պատերազմը Ուկրաինայի դեմ դա է պատճառը որ Ուկրաինան թիրախավորեց հիմա Wildberries-ը դուք հիշում եք ես դες պատմել եմ առաջի իրանց հարվածները Մոսկվայի շրջանում Էլեկտրոստալ քաղաքում գլխավոր Wildberries պայեսներին վրա հետո եղավ Եկատերինբուրգում հարվածներ, հետո Կրասնոդարում, հիմա հերթ հասավ Լենինգրադ, Լենինգրադի մարզ ու Սանկտ Պետերբուրգ քաղաք, այդ լուրջ քայլեր են արվող Ուկրաինայի կողմից։ Ես ինչի դա հատուկ նշում եմ, որ դուք պատկերացնեք ոնց են պետությունները պայքարում, պաշտպանում իրանց սուվերենությունը, իրանց իրավունքները չունենալով հավասար պայմաններ։ Ռուսաստանի պարզ է ռազմական պոտենցիալը այսօր էլ մի 10 անգամ ավելի մեծ է Ուկրաինայից, բայց Ուկրաինան գտավ այն ոլորտները, որտեղ որ առաջ անցավ Ռուսաստանից ու հիմա այս դրոնային հարվածներով հասնում է լրջագույն վնասներ։ Ես պետք է ասեմ շատ հետաքրքիր հայտարարությունով հանդես եկավ պարոն Տոկաևը, Ղազախստանի նախագահ։ Պարոն Տոկաևը Պուտինի հետ այդ վերջի ժամանակներս հանդիպելիս ինքը ասեց, գիտեք ինչ է, օրինակ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը ունի խորքային պատճառներ, պատմությունից հետ կապված, բայց ինչ պատճառ ունի պատերազմը Ռուսաստանի Ուկրաինայի դեմ, ասում եմ, ես չեմ հասկանում։ Միթե չի կարելի դադարեցնել ռազմական գործողությունները, սառեցնել իրավիճակը, օրինակ նույն Անկորիջի ժամանակ ստացված պայմանավորվածությունների շրջանակներում, հիշում եք նաև կար Ստամբուլյան պայմանավորվածություններ, ու շատ հետաքրքիր պատասխան տվեց Պուտինը չտվե ինքը անձամբ, բայց Պեսկովը Պուտինի պրեսկարտուղարը շատ հետաքրքիր պատասխան տվեց պարոն Տոկաևին։ Պարոն Տոկաևի ասածը սրտացավ մարդու ասածներին, բայց բացի դրանից, որ ինքը մեծ քաղաքական գործիչ է, բացի դրանից ինքը սրտացավ բանով ասեց, դա պատասխանեց Պեսկովը։ Պեսկովը ասեց, որ սառեցումը Ուկրաինայի կոնֆլիկտի չի կարող լինել, քանի որ Ռուսաստանը պետք է հասնի իր նպատակների։ Գլխավոր նպատակներին պետք է հասնի Ռուսաստանը նոր պատերազմը կավարտվի, դու գիտեք ինչի մասին է խոսքը, իրանք ուզում են ուղղակիորեն ամբողջ Ուկրաինան օկուպացնել։ Ես պետք է ասեմ, որ այս միտքը, որը ձեզ ասեցի, որ Ուկրաինայի կոնֆլիկտը, ավելի ճիշտ Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ, Ամերիկա-Իրան հարաբերությունները, այդ կոնֆլիկտների գոտիները կամաց մոտենում են, ֆիզիկապես մոտենում են իրար։ Ուկրաինան օգտագործելով իր դրոնների հնարավորությունները ռմբակոծեց երկու նավեր, բեռնատար նավեր Իրանի Կասպյան ավազանում։ Այնտեղ մի կատեր նաև խոցվեց Իրանի, շատ լուրջ է դա նշանակում է, որ այդ կոնֆլիկտները մոտենում են իրար ֆիզիկապես։ Վտանգավոր զարգացումներ են, մյուս կողմից ուկրաինացիք ասում են, որ Իրանը Ռուսաստանի հետ այդ բեռնատար նավերով տեղափոխում են զենք զինամթերք, ու դա ուղղվում է Ուկրաինայի ժողովրդի դեմ։ Պարզ է ցավոտ դա ընդունեց այդ հարվածները Իրանը զգուշացրեց, Իրանը Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին Թեհրանում կանչեց իրանց արտգործնախարարություն, քննադատեց այդ քայլերը, Իրանը նաև օգտագործում է այս ձևակերպում ուկրաինական ռեժիմ, դες Իրանը Ռուսաստանի պես չի ճանաչում Զելենսկու կառավարությունը, բայց այնտեղ նաև սպանվեց մի մարդ գտնվող այդ նավերում ու նավաստին ու Իրանը շատ դժգոհ էր։ Իրանը այդքան դժգոհ էր, որ Իրանի արտգործնախարարը պարոն Արախչի ունեցավ հեռախոսազրույց Եվրոմիության արտգործնախարար Կայա Կալասի հետ, ինքը բողոք ներկայացրեց, մտահոգություն հայտնեց Իրան Կայա Կալասին, որ անթույլատրելի է Ուկրաինային աջակցել եւ այլն։ Պարզ է Իրանը Ռուսաստանի հետ
հարաբերությունների մեջ մենք տեսնում ենք մերձեցում, պարզ է որ այն որ Տրամպը ավելի շատ սկսեց աջակցել Ուկրաինային ավտոմատ բերում է նրան, որ Ռուսաստանը ավելի ուժեղ օգնում է Իրանին, ու պարզ է, որ դա բերում է նրան, որ ավելի հստակ պատկեր մենք այսօր ունենք, ու Իրանը քննադատում է նաև Եվրոմիությանը ինչի է օգնում ուկրաինացիներին, որոնք հիմա մեզ ռմբակոծել են։ Ուկրաինացիների ասածը շատ հասարակ է։ Ուկրաինացիք ասում են այդ զենքով, այդ իրանական շախեդներով, աթեստներով սպանում են մեջ քաղաքացիներին, ուրեմն մենք նախախարվածներ կհասցնենք։ Ամերիկացիք դուք գիտեք 13 ալիք հարվածներ հասցրեցին Իրանին այս վերջի 10 օրվա մեջ, Դոնալդ Տրամպը ասում է, որ մենք ավելի հուժկու հարվածների պատրաստ ենք, բայց հիմա Դոնալդ Տրամպը երեք ասեց, որ ինչ որ բանակցություններ գնում են։ Աստված տա այդ բանակցությունները ավարտվեն ինչ որ արդյունքներով, բայց մենք տեսնում ենք ինչքան էլ մեզ չեն հավաստիացնում, որ գնում են ինչ որ բանակցություններ, Իրան, Միացյալ Նահանգներ, կոնտակտներ, միջնորդների միջոցով, այնուամենայնիվ չաշխատեց այս զինադատարը, ուղիղ հակառակը էսկալացիան շարունակվում է ու մոտենում է Ուկրաինայի կոնֆլիկտը դեպի մերձավոր արևի ելք։ Հիմա Հայաստանի մասին։ Ակնհայտ է, որ Հայաստանի կառավարությունը ինչ որ պետք է քայլեր անի, Ռուսաստանը երկար ժամանակով փակեց մեր արչև սահմանը իր ակնհայտ է, դա ինձ դա ակնհայտ է, հույսով եմ, որ կառավարությունը դա հասկանում է, քանի որ Ռուսաստանը չի ուզում, որ մենք պահպանենք մեր անկախությունը, այդ քայլերը ուղղված մեր դեմ կապված չեն մեկ սխալի հետ կամ միայն Եվրոմիություն գնալու ցանկության հետ, դա լուրջ որոշում է Ռուսաստանի կայսերության մեր դեմ, ու դու պետք է շարժվես flexible լինես, ավելի ճկուն լինես, ես պետք է ասեմ, որ համարում եմ հեռախոսազրույցը Նիկոլ Փաշինյանի Էմանուել Մակրոնի հետ շատ կարևոր, Ֆրանսիայի նախագահի հետ մեր վարչապետը խոսեց, կասկած ես չունեմ, որ իրոք խոսվեցին այն թեմաներ, որոնց մասին ասում է մեր կառավարությունը, քանի որ այդ հեռախոսազրույցից հետո կառավարության համապատասխան մարմինը պրես քարտուղարությունը տարածեց ինֆորմացիա, ինչի համար էր ֆրանս-հայկական հարաբերությունների զարգացում, այնտեղ նաև կա դրա մասին, որ Հայաստանը քննարկեց Ֆրանսիայի հետ, Փաշինյանը Մակրոնի հետ, որ Հայաստանի էքսպորտային արտահանման պոտենցիալը մեծանա, հասկանալի է։ Եվրոպայի հետ շուկաներ բացելը, ուժեղացնելը դա քննարկվում էր։ Բայց ես կասկած չունեմ, նաև քննարկվեց հարց Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը պարոն Մերցի հետ, Գերմանիայի կանցլերի հետ։ Պարզա մերոնք դա բաց չեն տալիս, բայց ես կասկած չունեմ, որ այդ թեմաներ կա, քանի որ Իլհամ Ալիևի այցելությունը Գերմանիա մեծ բարձրացրեց աղմուկ, բացի դրանից շատ դրական բաներ ասեցին Գերմանիայի ղեկավարները Ալիևի մասին, հետո Մերցը զանգեց Նիկոլ Փաշինյանին ու ակնհայտ բարձրացրեց հարցեր, որ Հայաստանը էլի լրացուցիչ քայլեր պետք է անի դեպի խաղաղություն, դուք հասկանում եք, մեզանից պահանջում են ոչ միայն հիմա ադրբեջանցիք, նաև Մերցը, որ ինչ որ սահմանադրական փոփոխություն կատարվեն կամ ինչ որ էլի քայլեր, որ Հայաստանը պետք է անի, ու պարզ է Նիկոլ Փաշինյանը կիսվում էր այդ մտահոգող փաստերով պարոն Մակրոնի հետ։ Ես նաև առաջարկում եմ Նիկոլ Փաշինյանին իրոք Գերմանիա ուղարկել բարձր մակարդակի պատվիրակություն, քննարկել հարցեր, ներկայացնել իրոք ռեալ իրավիճակը, օրինակ մի փաստ ներկայացնել, որ Հայաստանի սահմանադրության փոփոխությունը չի մտնում խաղաղության պայմանագրի մեջ։ Ինչ է մեզանից ուզում։ То есть դա բանակցային process-ի մաս չի։ Մյուս քայլը, որ արեց կառավարությունը, ու ես խորհուրդ եմ տալիս ուժեղացնել այս դիվանագիտական քայլերը, մեր կառավարությունը ուղարկեց պարոն Խուդատյանին, մեր տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին Իրան, ինչը ես ողջունում եմ, անչափ կարեւոր է, ինչու
ուղարկեցին։ Ակնհայտ է մի քանի հարցեր քննարկվեցին, օրինակ այնտեղ իրանց նախարարի հետ ճանապարհների ինֆրաստրուկտուրայի նախարարի հետ հանդիպան ժամանակ իրանք քննարկեցին Խուդատյանը Իրանի ճանապարհների նախարարի հետ ինֆրաստրուկտուրայի քննարկեցին երկրորդ կամուրջի կառուցումը Արաքս գետում, այդ թեման վաղուց է շոշափվում է, ինչու գործը տեղից չի շարժվում, ես օրինակ չեմ հասկանում, բայց հիմա մերոնք հասկացան ինչքան այդ ամեն ինչը կարևոր է, քանի որ ճանապարհները դեպի Ռուսաստանը փակեց, ուրեմն այլընտրանքներ պետք է զարգացնես, ու այդ այլընտրանքների մեջ ոչ միայն մտնում է համագործակցություն Եվրոմիության եւ Միացյալ Նահանգների հետ, որը շատ ու շատ անհրաժեշտ է, բացի դրանից խորացնել Իրանի եւ Վրաստանի հետ մեր հնարավորությունները, օրինակ Իրանի հետ մենք նվազագույնը 2 անգամ կարող ենք ավելացնենք մեր արևտուրը, օրինակ եմ ասում։ Ու լավ է որ այդ հանդիպումը եղավ, այնտեղ քննարկվեց այս երկրորդ կամուրջի կառուցումը, այդ երկրորդ կամուրջը Իրանի հետ Արաքս գետով կավելացնի ելք ու մուտքը մեր երկրներ, ոչ միայն туриզմի կոնտեքստով, բայց առաջի հերթին բեռնատար մեքենաների կոնտեքստով, առևտրի կոնտեքստով, բացի դրանից նավթի նախարարի հետ հանդիպեց պարոն Խուդատյանը, ինչու նավթի նախարարի հետ հանդիպեց, դուք հասկանում եք, այդ գազի հարցն է, իրար չխաբենք, մոտ ժամանակներս Ռուսաստանը կբարձրացնի գազի գները մեզ համար, այդ դրա համար պետք չի լինել քաղաքագետ կամ չգիտեմ շատ նուրբ վերլուծաբան, կբարձրացնի այդ գները, օրեցօր ուժեղանում են, սաստկանում են սանկցիաները մեր դերում ուղղված, ուրեմն այլընտրանքները ավելի շուտ պետք է գտնել։ Ու ինչ էր հետաքրքիրը, այն նավթի նախարարը, որը հանդիպեց Խուդատյանի հետ, ինքը նշեց, որ այսօր գազի հարցով մենք աշխատում ենք այդպես. մենք տալիս ենք Հայաստանին գազ, Հայաստանը մեզ մուծում է այդ գազի դիմաց էլեկտրականությամբ, բայց ինքը ասում է մենք կարող ենք ընդլայնել այդ համագործակցությունը, ինչ է ասում նավթի նախարարը Իրանի, ինքը ասում է, որ մենք կարող ենք ձեզ վաճառել գազ, որ քաղաքացիների համար հասնի այդ գազը, ոչ միայն գազը մենք տալիս ենք ձեզ, որը բերում է նրան, որ դուք արտադրում եք էլեկտրականություն ու վերադարձնում եք մեզ դրանով, բայց բացի դրանից կարող ենք ազատ առևտուր անենք գազի, կոպիտ ասած Իրանը պատրաստ է մեզ տալ գազը, նաև մեր ֆիզիկական անձած համար, մեզ համար, մեր քաղաքացիների համար, շատ կարևոր էր դա, ես հույսով եմ, որ մերոնք հիմա չեն նայի անընդհատ ինչ է ասելու Գազպրոմը, նախկինները հանցագործություն կատարեցին այս ձևի սահմանափակումներ մտցնելով Իրան-Հայաստան գազի ոլորտում համագործակցության, այդ սահմանափակումները մինչև այսօր գործում են, պարզ է ոնց կհասնի Իրանի գազը Հայաստանի քաղաքացիներին, դա էլ հարց է, քանի որ այդ գազամուղը Իրան-Հայաստան, որը կառուցեց Իրանը մեզ համար, հայկական մասը հիշում եք տրվեց նախկինների կողմից, այդ հանցագործների կողմից Գազպրոմին, ուրեմն ստեղ նյուանսներ կան, բայց ինչ եմ ուզում ասել, այս հարցերը, որ հիմա մեր կառավարությունը շոշափում է, բան ես ողջունում եմ, բայց կասկած ես չունեմ, որ դա պետք է արվեր ավելի շուտ, քանի որ զարգացումները, որոնք աշխարհում գնում են, պահանջում են մեզանից դիվերսիֆիկացնել տարբեր ոլորտներ, նաև գազի ոլորտը։ Պարզ է, որ գազի ոլորտում մենք ունենք նաև շանսեր Թուրքմենստանի հետ աշխատել, SWOP համակարգով ստանալ, այլ հնարավորություններ կարող են բացվել, ես համոզված եմ մասնագետները կարող են ասել, բայց օրինակ Իրանի հետ գազի ոլորտում ուժեղացնել համագործակցությունը, ավելի շատ գազ ստանալ, դա տեխնիկապես ոչ մի խնդիր չի առաջացնում։ Ուրեմն այս ակտիվությունը մեր կառավարության Իրանի կոնտեքստում, Ֆրանսիայի կոնտեքստում ես միայն ողջունում եմ, ես ավելին ձեզ ասեմ, եթե Իրանի հետ ավելանա առևտուրը ու նոր ես ասեցի այն երկու ինֆրաստրուկտուրային ծրագրեր, որոնք պետք է արագ արվեն, կաջակցեն այդ առևտրի, էքսպորտը Հայաստանի համար կարող է մեծանալ դեպի Իրան, նույնը Վրաստանի հետ։ Ուրեմն իմ ասածը շատ հասարակ է,
այս ալեկոծվող աշխարհով, որ ամեն օր ամեն ինչ փոխվում է, դու էլ պետք է լինես ճկուն ու շատ լավ է, որ մենք հիմա ակտիվությունը, կառավարությունը ցուցաբերում է։ Ես ավարտեցի իմ ելույթը, միջ նոր հանդիպումներ։